Բարև բոլոր ֆիզիկա և ֆիզիկական փորձերի սիրահարներին։ Եվ մեր այսօրվա տեսանյութը նվիրված կլինի այնպիսի ֆիզիկական հասկացությունների, ինչպիսիք են ջերմունակությունը և տեսակարար ջերմունակությունը, և մենք սկսենք այն այնպիսի պարզ փորձով, ինչպիսիք են ջերմային հզորությունը և ջերմամեկուսիչ նյութով պատրաստված ինքնաշեն թերմոս։ Ահա իմ սեղանին կա բարակ պատերով ալյումինե բաժակից պատրաստած և բոլոր կողմերից ծածկված ջերմամեկուսիչ նյութով։ Հիմա ես չափից բաժակի մեջ լցնում եմ 100 գրամ տաք ջուր և հիմա ես այս ջուրը լցնում եմ թերմոսի մեջ։ Այո, ընկղում եմ ջերմաստիճանի սենսորը և ամեն ինչ փակում եմ ջերմամեկուսիչ կափարիչով։ Եվ հիմա չափում եմ ջուրը սենյակային ջերմաստիճանում։ Երկրորդ ջերմաստիճանի սենսորը իջեցվում է, այսպիսով կրկին 100 գրամ։ Եվ հիմա ես այս սառը ջուրը լցնում եմ մեր թերմոսի մեջ և թվում է, որ ջերմաստիճանը պետք է լինի թվաբանական միջինը, քանի որ ջրի մի մասը զանգվածը նույնն է։ Եկեք փորձնականորեն ստուգենք սա։ Ես լցնում եմ ջուր և սա այն է, ինչ մենք տեսնում ենք գրաֆիկի վրա։ Տաք ջրի ջերմաստիճանը 86 էր։ Իսկ սառը ջրի ջերմաստիճանը այս ջերմաստիճանների թվաբանական միջինը 54 գրամ է։ Եվ սա այն ջերմաստիճանն է, որը մենք դիտում ենք փորձնականորեն։ Մենք այս փորձը կպատկերենք դիագրամում։ Մենք ունենք հավասար քանակությամբ տաք և սառը ջուր տարբեր ջերմաստիճաններում։ Ջերմաստիճանները, երբ մենք խառնեցինք ջուրը, ապա տաք ջուրը զիջեց իր ջերմության մի մասը և այդ ջերմությունը փոխանցվեց սառը ջրին։ Եվ քանի որ այս ուղղանկյունների մակերեսները հավասար են, վերջնական ջերմաստիճանը հավասար էր սկզբնական ջերմաստիճանների թվաբանական միջինին։ Եվ այժմ օգտագործելով այս դիագրամը մենք կարող ենք հաշվարկել վերջնական ջերմաստիճանը։ Երբ մենք խառնում ենք անհավասար քանակությամբ տաք և սառը ջուր, օրինակ ենթադրենք, որ կան 2 բաժին սառը ջուր և 1 բաժին տաք ջուր, որը ջերմաստիճանը դելտա T արժեքով բարձր է սառը ջրի ջերմաստիճանից։ Ավելորդ ջերմությունը պատկերված է նման ուղղանկյունով։ Երբ մենք խառնում ենք ջուրը, այս ավելցուկը կբաշխվի բոլոր 3 մասերի միջև, և խառնուրդի ջերմաստիճանը բարձր կլինի սառը ջրի սկզբնական ջերմաստիճանից դելտա T-ի սկզբնական տարբերության 1/3-ով։ Հիմա ես կստուգեմ այս կանխատեսումը փորձով։ 100 գրամ տաք ջուր արդեն լցվել է թերմոսի մեջ և հիմա ես կավելացնեմ 200 գրամ սառը ջուր։ Այնտեղ տաք ջրի ջերմաստիճանը հավասար էր 84 աստիճանի, սառը 22-ի, իսկ դրանց միջև տարբերությունը 62-ի։ Սառը ջուրը ավելացնելուց հետո խառնուրդի ջերմաստիճանը հավասարվեց 43 աստիճանի, և ջերմաստիճանը փոփոխությունը կազմեց 21 աստիճան, որը իրականում 3 անգամ պակաս է սկզբնական 62 աստիճանների տարբերությունից։ Թույլ տվեք մեկնաբանել այն, ինչ Ալեքսեյը մեզ ասաց։ Երբ նա փորձեր էր անում, դիագրամներ էր գծում և հաշվարկներ էր անում, որ մենք պետք է հարցնենք, թե ինչ է փոխանցվում տաք մարմնից սառը մարմին, և 10-րդ դարում շատ գիտնականներ կարծում էին, որ այս գործընթացում փոխանցվում է ինչ-որ անկշիռ նյութ։ Կամ հեղուկը նրանք անվանում էին կալորիական կամ ֆլոգիստոն։ Եվ ֆլոգիստոնը փոսում է տաք մարմնից, որը կարծես ունի ֆլոգիստոնի բարձր մակարդակ դեպի սառը մարմին, որն ուներ ցածր մակարդակ։ Ինչպես ջուրը շփվում է համակարգված իրերի, նման տեսակետը մշակել է օրինակ շոտլանդացի գիտական Ջոզեֆ Բլեքը, որը ներմուծել է ջերմունակության մեկ մարմնից մյուս ջերմության փոխանցման հետ կապված բազմաթիվ հասկացություններ։ Սակայն միևնույն ժամանակ առաջ քաշվեց մեկ այլ տեսություն, որը կարծում էր, որ այն, ինչ մենք ընկալում ենք որպես ջերմություն, իրականում անտեսանելի մոլեկուլների շարժում է, և որքան տաք է մարմինը, այնքան արագ են այդ մոլեկուլները շարժվում դրա մեջ։ Եվ այսօր մենք այս տեսանյութը համարում ենք ճիշտ, քանի որ այն բացատրում է երևույթների շատ ավելի լայն շրջանակ։ Իհարկե, ջերմափոխանակման նկարագրության և ջերմային հավասարակշռության հասկացման մասին ասվածը բավականին լավ է աշխատում, և այս մոդելը մշակելու համար Բլեքը առաջարկեց ջերմունակության հայեցակարգը, որը մենք հիմա կանենք։ Դրա համար մենք կանենք հետևյալ փորձը։ Առաջին թերմոսի մեջ լցնում ենք 200 գրամ սառը ջուր, իսկ երկրորդ թերմոսը լցնում ենք տաք ջրով, որի մեջ կա նաև 200 գրամ քաշով պղնձեք շռաքար։ Հիմա ես բացում թերմոսը տաք ջրով,
հանում եմ կշռաքարը և տեղափոխում սառը ջրի մեջ։ Փակում եմ երկրորդ թերմոսը և սպասում մինչև ջերմային հավասարակշռությունը հաստատվի։ Փորձի սկզբում պղնձեք կշռաքարի ջերմաստիճանը 95 աստիճաններ, իսկ սառը ջրի ջերմաստիճանը 21։ Ջերմային հավասարակշռության հաստատվելուց հետո բեռը և ջուրը ունեին 27.4 ջերմաստիճան, ջրի ջերմաստիճանը բարձրացել է 5.8-ով, իսկ բեռի ջերմաստիճանը նվազել է 67-68-ով։ Իսկ պղնձի սառեցումը գրեթե 12 անգամ ավելի մեծ է եղել, քան ջրի տաքացումը։ Եվ ասում են, որ ջրի և պղնձի հավասար զանգվածների դեպքում ջրի ջերմունակությունը 12 անգամ մեծ է պղնձի ջերմունակությունից։ Եվ հիմա մենք կարող ենք տալ ջերմային հզորության սահմանումը։ Մարմնի ջերմունակությունը ջերմային էներգիայի այն քանակն է, որը պետք է հաղորդվի դրան։ Նրա ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրացնելու համար, սակայն պարզ է, որ եթե վերցնենք 2 անգամ ավելի զանգված ունեցող մարմին, ապա այն 1 գրամով տաքացնելու համար ստիպված կլինենք ներդրել 2 անգամ ավելի ջերմային էներգիա։ Ուստի մարմնի ջերմունակությունը համեմատական է նրա զանգվածին։ Եվ տվյալ նյութի համար համամասնության գործակիցը կոչվում է տեսակարար ջերմություն։ Այսպիսով, նյութի տեսակարար ջերմունակությունը ջերմային էներգիայի այն քանակն է, որը պետք է փոխանցվի այս նյութի զանգվածի միավորին, որպեսզի դրա ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով։ Համակարգում այն չափում են կիլոգրամներով, էներգիան արտահայտում ջոուլներով, ուստի տեսակարար ջերմունակությունը ջոուլ է 1 կիլոգրամաստիճանի համար, և հիմա ես կչափեմ ջրի տեսակարար ջերմունակությունը և կսկսեմ պարզ փորձով, որը ձեզանից յուրաքանչյուրը կարող է անել։ Ես լցնում եմ 1 լիտր ջուր թենիկի մեջ և հիմա միացնում եմ այն, չափում եմ ջրի եռման ժամանակը և ահա թե ինչպես է թեյի մեջ եռում ջուրը։ Եվ անցնում է 185 վայրկյան և հիմա մենք կգտնենք ջրի տեսակարար ջերմունակությունը։ Մեր խաբեական բանաձևի համաձայն դուք պետք է գտնեք ներդրված էներգիան 185 վայրկյանում։ Բազմապատկենք թենիկի հզորությամբ 2000 վատ, 2 կՎտ, սա համարիչումն է, և հայտարարում պետք է լինի զանգված, սա 1 կգ է, և ջերմաստիճանի փոփոխության 22-ից մինչև 178 նշան, և մենք ստանում ենք 4740 ջոուլ 1 կգ-ի համար, 1 աստիճանի համար, և պարզ է, որ այս արդյունքը գերագնահատված է, քանի որ այս փորձի ընթացքում մենք ստացել ենք ոչ միայն ջուրը, այլև թեյնիկը, թեև մի փոքր շրջակա օդ, և հիմա ես կփորձեմ պարզաբանել այս արժեքը, և այդ նպատակով ես լցրել եմ 400 գրամ ջուր թերմոսի մեջ, այստեղ նաև տաքացուցիչով, ոչ քրոմապատ մետաղալար, և այս մետաղալարի միջոցով անցնում է 4.16 ամպեր հոսանք, դե լարումը 154 վատ է, ուստի մետաղալարի վրա արձակվող հզորությունը հոսանքի և 64 վատ լարման արտադրյալն է, և ես կտաքացնեմ ջուրը և կհետևեմ, թե ինչպես է ջերմաստիճանը աճում։ Ջրի ջերմաստիճանը գծալիորեն աճում է և այն բարձրացել է 10 աստիճանով 260 վայրկյանում, այս ընթացքում ջեռուցիչը ջրին տվել է 16640 ջոուլ, այստեղից մենք կարող ենք գտնել ջրի տեսակարար ջերմունակությունը և այն հավասար է 460 ջոուլի 1 կգ-ի աստիճանի համար, սա հիանալի արդյունք է, քանի որ ըստ սահմանադրյալների ջրի տեսակարար ջերմունակությունը 20-ից 40 աստիճան ջերմաստիճանի տիրույթում մոտավորապես հավասար է 480 ջոուլի 1 կգ աստիճանի համար։
Եվ երբ մենք լուծում ենք խնդիրները, մենք սովորաբար վերցնում ենք 4,200 կլորացված արժեքը եւ ի դեպ հիմա մենք կարող ենք վերադառնալ պղնձի տեսակարաջերմունակությանը, որոշելու փորձին, որով զբաղվում էր Ալեքսեյը։ Ապա նա պարզեց, որ պղնձի տեսակարաջերմունակությունը 11.6 անգամ պակաս է, քան ջրի տեսակարաջերմունակությունը։ Եթե մեր տվյալները բաժանենք 116-ի, 20-անք պղնձի ջերմունակությունը 360 ջոուլ 1 կիլոգրամ աստիճանում, իսկ աղյուսակային արժեքը 380։ Եւ պարզ է, որ շեղումը նույնպես շատ փոքր էր, հաշվի առնելով, որ մեր սարքերը ոչ մի դեպքում կալորիա չափեր չեն, այլ պատրաստած են իմպրովիզացված նյութերից եւ եզրակացնելով պետք է ասել, որ տարբեր նյութերի տեսակարաջերմունակությունները չափելու եւ իմանալու առավելությունը շատ մեծ է, քանի որ տեսակարաջերմունակությունը իմանալով մենք գիտենք, թե որքան էներգիա պետք է ծախսվի տվյալ զանգվածը տվյալ ջերմաստիճանում նյութի տաքացման վրա, օրինակ կենտրոնացված ջեռուցման համակարգում ջուրը տաքացնելու վրա։